1184 թվականին վանքի հիմնանորոգված վիճակով վերաբացումից հետո մենք տեսնում ենք, որ Հաղարցնի վանքը սկսում է ի հայտ գալ տարբեր կարևոր իրադարձությունների կենտրոնում, մասնավորապես Հաղարցնի վանքը վերստին իր կարևորագույն դերն է ստանձնում այսպես կոչված արևելյան վարդապետների որպես կենտրոններից մեկը։ Արևելյան վարդապետներ ասում էին այն գործիչներին, հյուսիսարևելյան Հայաստանի այն վարդապետներին, ովքեր որ կարևորագույն դեր ունեին 12-ից 15-րդ դարում Հայաստանում հոգևոր ազգային քաղաքական գաղափարների մշակման տարածման տեսանկյունից։ Նրանք փաստացի հայկական ազգային ինքնության պահապաններն էին տվյալ ժամանակաշրջանում եւ միևնույն ժամանակ պետականության մասին գիտելիքի պահպանողն ու տարածողը։ Կիլիկյան Հայաստանում այդ ժամանակ մենք ունեինք հայկական պետականություն, այդտեղ գտնվում էր նաեւ կաթողիկոսական աթոռը եւ ստացվում է որ եւ հոգեվոր եւ աշխարհիկ իշխանության աստիճանակարգային կենտրոնները գտնվում էին Կիլիկիայում, այնտեղ հայկական ազգային պետական քաղաքական օրակարգն էր ձևավորվում, բայց նրանք հաշվի էին նստում Հայաստանում գտնվող վարդապետների տեսակետների հետ իբրև բուն Հայաստանի տեսակետ։ Այս առանձնահատկությունների մեջ իհարկե մենք պետք է շեշտենք Հաղարցնի վանքի կարևոր դերակատարությունը ի թիվս հյուսիսարևելյան Հայաստանի տարբեր վանական կենտրոնների, օրինակ Հաղպատի, Սանահնի, Նոր Գետիքի վանքի, այսինքն Գոշավանքի եւ մի շարք այլ կարևոր կենտրոնների։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։